Բարի երեկո, եթերում է երջանկության մեխանիկան։ Անշուշտ ամեն անգամ ես մեծ սիրով եւ հպարտությամբ եմ ազդարարում այն փաստը, որ կա եւս մեկ ընտանիք, որին կարող եմ անդրադառնալ։ Բայց այսօր ուզում եմ սկսել իմ հյուրերից մեկի խոսքերով, որը բացառիկ եւ հետաքրքիր կին է, ինչպես աշխարհից բոլոր կանայք, եւ նա ասում է. բաց են դռներս ու փակ չեն եղել, բայց կյանքը նորից թակում է ուժգին, եւ ինչ է ուզում, ինչու է հիշել, օրերս նոր են մեղմել իմ հոգին։ Բաց են դռներս ու փակ չեն լինի, ոչ մեկի հոգին չեմ խռովվելու։ Բաց են դռներս ու չեն կարկամի, ժամը չէ արդյոք ձերը բացելու։ Ես չգիտեմ ինչպես ձերը մեր դռներն արդեն բաց են եւ մեր հյուրասրահը լի է ջերմությամբ, սիրով եւ հաճելի բանաստեղծություններով։ Իսկ ձեզ եմ ներկայացնում այս գեղեցիկ տողերի հեղինակ Ժաննա Աբրահամյանին, բանաստեղծ, մանկագիր, արձակագիր, Հայաստանում Եվրոպական քոլեջ Արմավիրի մասնաճյուղի տնօրեն, Հայաստանի գրողների միության անդամ, դուստր, լավ մորաքույր, լավ հորաքույր եւ այդպես կարող եմ շարունակել անվերջ, բայց ժամանակին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը, աշխատել է Արմավիրի կենտրոնական գրադարանում որպես շրջիկ կետի բաժնի վարիչ, հետագայում Արարատ համալսարանում որպես ռեկտորի օգնական, 10 գրքի հեղինակ, որից 4-ը մանկական, բազում երգերի հեղինակ, միանգամից ասեմ բարի երեկո Ժաննա Աբրահամյանին։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո Ժաննա, բարի գալուստ եւ ներկայացնեմ ձեր մայրիկին, որովհետեւ այնուամենայնիվ հաջողակ կանանց դեպքում կարևորը ծնողական օգնությունը, եթե անգամ ժամանակին նրանք այդքան չեն գիտակցել։ Այսպիսով, Տիկին Գոհար Աբրահամյանը, Ժաննայի մայրը, 30 տարի աշխատել է որպես կաթսավար Արմավիրի պահածոների գործարանում եւ ապրել է ժամանակին պահածոների գործարանի բարի համույթում, ունի 10 թոռ եւ 5 երեխա։ Բարի երեկո։ Ձեր բարի։ Լավ եք Տիկին Գոհար։ Լավ եմ, ցավոտ տանը։ Շատ ուրախ եմ, որ այսօր եկել եք եւ մենք դեռ կխոսենք, թե ինչ բարեր եք դուք ապրում պահածոների գործարանում։ Այն կողմում նստած երիտասարդ ծերնդին ներկայացնեմ Կարլեն Աբրահամյանը, Ժաննայի քրոջ տղան է, 23 տարեկան է, սովորում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում։ Կարլեն, ես գիտեմ ինչպես այդ ինստիտուտը կոչվում, որովհետեւ ժամանակին ես էլ եմ ավարտել։ Սովորում է ինստիտուտում Վահե Շահվերդյանի ղեկավարությամբ, այսինքն դերասանական բաժնում, եւ արդեն 3-րդ կուրս է։ Ու չնայած դերասանը գրում է նաեւ սցենարներ, ինչն արդեն գովելի է։ Բարի երեկո Կարլեն։ Կարլենի կողքին նստած գեղեցկուհին Մարիամա Աբրահամյան, եղբոր աղջիկն է Ժաննայի, սովորում է Եվրոպական քոլեջի Արմավիրի մարզի մասնաճյուղում, ծրագրավորման ֆակուլտետում, հա, ինչ հետաքրքիր ֆակուլտետ է։ 3-րդ կուրսում եւ ստեղծագործում է։ Դե իհարկե, պտուղը ծառից հեռու չի ընկնում եւ ծառն ինչպես հասկացանք, լավ ճյուղավորումներ է տվել։ Բարի երեկո, բարի գալուստ։ Ժաննա, միանգամից անցնենք ձեզ։ Այն բացառիկ բանը, որ ես չգիտեմ անձամբ երբևիցե չեմ ուսումնասիրել, բայց դուք ունեք 50 բանաստեղծություն, եթե ոչ ավելի ձոնված գինուն։ Այո։ Այստեղ ինձ մոտ հասունանում է երկու հարց։ Կամ դուք շատ եք սիրում գինի եւ որոշել եք նաեւ գրական կերպով անդրադառնալ այդ աստվածային նեկտարին, կամ ինչ որ բան է եղել ձեր կյանքում, որից հետո դուք որոշել եք հասկանալ գինու էությունը, որ մեկը։ Երկուսն էլ իր հետ նազեն է։ Նախ այն փաստը, որ շատ շարժում են, թե բանը, երբ մարդ լինում է ստրեսի, տվյատանքների, ինչ որ զգացմունքների, շատ խոր զգացմունքների ազդեցության տակ, չգիտեմ ինչի ասում են, որ գինին կարող է մեղմել եւ մի քիչ թեթևացնել քո հավիճակը, բայց ասում եմ եւ հայտարարում եմ, այդպես չէ։ Եթե զգացմունքներդ շատ ուժգին են, ոչ մի գինի չի կարող այն մեղմել, ընդհակառակ զգացմունքներն ավելի թունդ են, քան գինին։ Եվ հետո դա կապված է մի շատ sense հետաքրքիր դեպքի հետ, առաջի անգամ երբ ես գինի խմեցի։ Երբ էր դա։ 14։ Չէ, 17 տարեկանում էի։ Ես ու հայրս ենք բանը խմում էր ու հայրս ու տրամադրությունը բարձրանում էր ինձ համար անհասկանալի էր ոնց է որ տրամադրությունը բարձրանում ու երբ տանից դուրս եկան նոր տարի էր ոչ ոք չկար ես փորձեցի խմեցի այդ գինին նախ շատ դժվարությամբ խմեցի հետո շատ դուրս եկավ այդ գինին դուրս եկավ ու այդ գինին տպավորվեց իմ ինչ որ չափանիշ ոչ թե ալկոհոլ այլ ինչ որ շատ սիրուն մի բան շատ սիրուն մի բան, որը կարող է քեզ համար դառնալ ինչ-որ կողմնորոշից, ինչ-որ մի բան, որ հետագայում պարզվեց այդպես էլ եղավ։ Դե հետագայում պարզվեց, որ բոլոր հույները ունեին նաև տոն, ոչ միայն հույները, մենք ինքներս ունենք գինեգործության տոն, եւ ամբողջ աստվածություններ էին նվիրվում հենց գինեձոն ասվածին։ Բաքոսից սկսած, այո,
Դիոնիսոս, այսինքն տարբեր անուններ ունեին աստվածները, բայց բոլորը գին ունեին նվիրված, բայց գինին զուգորդվում էր բանաստեղծությամբ, երգով, պարով եւ արվեստի նեկտարներ։ Այո, որտեվ գինին կոնկրետ իմ ստեղծագործությունների մեջ ոչ թե խմիչք է, այլ գինին արտահայտելու, ինքնարտահայտվելու եւ տարբեր երևույթներով գինի միջոցով անցնելու, որ շատ ճշմարիտ է գինին ու կյանքի ճանապարհները, որ իրոք կարողանում ես այդ ասպեկտների միջով հասնել նրան, ինչին ուզում ես ասել։ Եվ դա օգնում է քեզ։ Այդտեղ օգնում է։ Աշխարհի պարաններից դեռ կախված են սպիտակ սավանները, ճշմարիտին վարձել էր գիշերը, ճերմակն էլ մաշված էր անասելի, խավար էր համատարած։ Հիմա ուզում եմ հասկանալ, սովորաբար կանայք ձոնում են իրենց երգերը սիրուն, խոսում են արվեստից, խոսում են տարբեր, դե ես չեմ իհարկե տարանջատում, անշուշտ։ Օй, սիրելի Նազանի, կյանքը միայն գինով չի, ու սիրով էլ չի միայն։ Սիրով էլ չի, այո, կյանքին կան այնպիսի մի երևույթներ, որ շատ ցավեցնում է հոգիդ, ցավեցնում են աստիճան, տվյատում է քեզ անաստիճան, որ դա դուրս է գալիս այդպիսի ստեղծագործությունների տեսքով, որ ինձ թվում է, որ յուրաքանչյուր ստեղծագործող, յուրաքանչյուր բանաստեղծ կայացած թե չկայացած պարտավոր է նաև ներկայացնելու այդ կողմերը, որովհետև միայն գեղեցիկ չէ, որ պարուրում է մեզ։ Ժաննա, ես վստահ եմ, որ դուք նաև տգեղ կողմերը կարողանում եք գեղեցիկ ներկայացնել, դա ինձ թվում է բանաստեղծին բնորոշ турք է, բայց բոլոր մեր հիմնականում բանաստեղծները, հա, ռուս, արտասահմանյան բոլոր գրողները սիրում են կամ գինով ցած լինել, երբ գրում են, կամ որևիցե արհեստական էմոցիա, գուցե այդ պահից սիրուց բորբոքում ունենալ, հա, կամ ինչ-որ սիրահարություն, որը անհասանելի է, միշտ ինչ-որ խթանիչ, որի արդյունքում մուսան գալիս է։ Չէ, այդտեղ ես նորից պիտի ասեմ, Նազանի, չէ։ Այն, որ ասում են պետք է անպայման գինով լինես, խթանիչ լինի, չէ։ Այսինքն դուք տանը նստած, պլավը եփեցիք, հետո կարողանում եք նստել ու հանգիստ գրել։ Չեմ կարողանում նստել հանգիստ գրել, ուրեմն պլավ եփելուց որոշ ժամանակ հետո ինձ մոտ օրինակ ես կարող եմ ասել, երբ ես արդեն սկսում եմ հասնում այստեղ, երբ ես արդեն սկսում եմ անհանգիստ շարժումներ առնել, այն ինչ որ անում եմ իմ մոտ չի ստացվում, դա նշանակում է ես արդեն պետք է գրեմ։ Արդեն մուսան է եկել, արդեն պետք է գրեմ, հա, ու առանձնանում եմ։ Այ, հիմա գալիս ենք Տիկին Գոհար ձեզ։ Հա, անհարմար բան չի տանը այդքան գրող անընդհատ մարդ ունենալ։ Չէ, ավելի լավ։ Որ փոքր էր մտածում եք, որ կմեծանա ու անընդհատ թղթերի կսկսի։ Ես գիտեի, տունը դասերը վերջացնում էր, սկսում էր գրել, այ մարդած, չէ իմանում, բայց թե ինչ էր գրեմ, մի օր տեսասից դաստով դրադա, ասի, աղջիկ ջան ասի, փոքր էր ինքը, շատ փոքր էր, 8 տարեկան է չկար, 7 տարեկանն էր համարյա, անընդհատ գրում էր, բայց չէ իմանում։ Ժաննա 7 տարեկանում եք դպրոց գնացել։ Այո, ես 7 տարեկանում եմ գնացել։ Այսինքն հենց գրաճանաչ եք դարձել, միանգամից գրել եք։ Մինչև դպրոց գնալը ես արդեն գրաճանաչ էի։ Ով էր սովորեցրել։ Մայրս։ Անհամբերություններ, Տիկին Գոհար։ Ու Նազանի տատս շատ հետաքրքիր մի բան ուներ, հեքիաթներ էր պատմում երգելով։ Ինքը հեքիաթը պատմում էր ու գալիս էր այն պահը, որ ինքը արդեն պիտի երգում էր ու շատ արտակարգ երգում էր, իմիջիալոց մաման էլ շատ լավ երգում է։ Ու երբ ես 6-7 տարեկան էի պատմում էին, այդ ժամանակ ես ուսեցի, ուրեմն տատս մի հատ թուղթ ուներ գրպանի մեջ պահած, վերցրեցի, տեսա, որ գրած էր, բայց չեմ հասկանում ինչա գրած։ Ասում եմ, մամ, սա ինչա գրած էլի։ Ու հիմի ստիպեցի մամային, որ ինձ տառերը ինքը շուտ սովորացնի։ Ու ես արդեն մինչև դպրոց գնալը ես արդեն տառերը գիտեի։ Շնորհակալ եմ։ Տիկին Գոհար, սովորաբար հայ կինը երբ ունենում է շատ երեխաներ, մանավանդ շատ աղջիկներ, քանի երեխա են 5 5 Քանի աղջիկ, քանի տղա։ 3 աղջիկ, 2 տղա։ Բրավո ձեզ։ Պետք է եւս էլի ունենալ։ Հիմա 3 աղջիկա պարագային, առաջին բանը, որ աղջիկ երեխային սովորեցնում են, ինչն է։ Մեծանալ, դառնալ ճիշտ կին, դառնալ լավ հարց, ունենալ իր ընտանիքը եւ այլն եւ այլն։ Գաղտնիք չէ։ Դուք ինչով եք մեծացրել Ժաննային եւ արդյոք նրա բանաստեղծությունը, կարիերան, պահի տակ չէիք ուզում դնել մի կողմ եւ պարզապես որոշել լինել սովորական կին։ Ինչն է եղել դաստիարակության հիմքում։ Դաստիարակությունը նստել եմ, պարզ ասել եմ երեխեք ջան։ Դպրոցից գալիս էին, տարերը նոր սկսում էր սովորեցնում էի, ամեն ինչ, երեխեք ժամանակին արեք, ժամանակին նստեի, ես եմ սովորացրել, ոչ մեկին էլ չեմ թողել, երեխեքին, մինչև 5-րդ դասարանը կնում էի, արդեն դեղից
իրեքսմեն աշխատում էի։ Որտեղ։ Գործարանը, վակում ապարաճի գեր։ Չեմ ասել, ես միշտ ձև ենք ապրել, բայց ապրել ենք նորմալի։ Երեխեքիս հակուկ ապը ոչ մի բանին չեմ հետ գցել։ Տիկին Գոհար, ինձ կասեք կաթսավարը որն է, ինչն էր։ Ես ինչքան որ բաներ կա։ Պահածոն կա, ես սոգերն է եպեմ, ջեմ է եպեմ, պավիլա է եպեմ, այո, տոնաններով բանկա, մեծ բուլերը, պարտի բուլերը, տոմատը եկա 20-30 բան։ Այսինքն այդքան տեղ մեծ է։ Ուրեմն հա բուլեր են, ինքը մեծ կացաներ են։ Մե համարը 20 տոննա բանը տոմատ է եպել։ Ինքը բռնում էր։ Վակումով էր։ Վակում միացնում աշխատում էի։ Ոնց որ կոպիտ ասած, մեր մայրերը, տատիկները, մայրիկները տանն են սարքում, պահածոն, իսկ ես գործարանն էի սարքում։ Ինքը չոր նյութերն էր որոշում, ինքը որոշում էր քաղցրությունը, ինչքան պետք է լինի եւ ինչքան պետք է էփվի։ Ինքը կացավար էր, մի ամբողջ ցեխին իր այդ սկողության տակ էր։ Այսինքն եթե մաման սխալվեր, այդ ամբողջ ապրանքը պետք է կնեմ իմ աշխատանքը։ Մի հատ բանկա չէր թռնում։ Ես ունեի ապարատ, նայում էի։ Ճնշումն էիք ստուգում։ Ճնշումը չէ, տոկոսը։ Չորնյութերի տոկոսներ ստուգում, ռեֆրակտոմետր էր։ Եպեփավ, կիսավոր եպած լինի, գնմապայես թռնումա։ Մի բան հարցնեմ, դրա համար ինչ մասնագիտություն է պետք ունենալ, որ լինես կաթսավար։ Այսինքն այդ տոկոսը ոնց ես հասկանում, քիմիական բան է, ֆիզիկական։ Տոկոսը ասեց ապարատա կլոր։ Ինքը ցույց է տալում, քանի տոկոս է։ Հա, հասկացա։ Ասեք 20% ամուլտը տոկոսը արդեն փակվելու է։ Ներկայիս ժամանակակից պահածոյացման մեթոդներն են նույնը, թե փոխել են։ Չէ, ինչ պետք է փոխվի։ Ես շատ գիտեմ, կոմունիզմը փլվեց, ամեն ինչ փոխվեց առանցին է, բանին, մարինատին առանցին է։ Ես թթու եմ սիրում մեկը։ Այդ բանը պետք է գցեն, դու ասա, աղ պետք է գցես բավարարված, չէ որ իր տոկոսին մարինատն լինի։ Որ չթռնի, Ոչ չթռնի, ամեն ինչը չափով։ Վարենի էր, ինչ էր, ասես դենց էփում էի։ Ու ձեր տանը միշտ կար համեղ պահածո։ Այո, միշտ եղել է։ Եվ տանը էլ չէիք պահածոյացնում։ Իրեքսմեն աշխատում էի։ Գալիս եք տանել եք անում։ Տունն էլ էի սարքում։ Ժանա ինձ ճիշտն ասեք, էլի պահածոյացված նյութերը արդեն բերում էր Տիկին Գոհարը, թե տանը էլի պահածոյացնում։ Չէ, նախ թույլ չեն տալիս գործարանից դուրս առնում էի։ Թույլ չէին տալիս։ Մենք որ փոքր էինք, հիշում ենք, մամ, 3 սմեն, 2 սմեն ես աշխատել, են մի սմենը, 3-րդ սմեն որպես արդեն որպես լավ աշխատող քեզ կանչեցին, որպես ես քեզ, մենք փոքր էինք, երբ ինքը գալիս էր, աշխատանքից գալիս էր ու արդեն տանը ինքը պետք է սարքեր մեր հումքով, ոչ թե գործարանից էր բերում, այլ տանը արդեն սարքում էր։ Ու հիշում եմ, որ հաճախ էին գալիս ասում են Տիկին Գոհար, այս ոնց սարքենք սրա մեջ, ինչքան գցենք։ Մաման մասնագետ է, այնքը պատվոգրեր է ստացել, հա, իրան շնորհավորագրեր են տվել։ Բայց տարօրինակ եւ հետաքրքիր է, թե ինչպես կարող է մի հոգին կարողանա հասկանա բոլորի ճաշակ, աղի համի զգացողությունը, չէ, ինչպես է նա կարողացել գտնել այդ ոսկե միջին։ Ուրեմն ես մամայի մոտ աշխատել եմ նաև սկիչ, լաբորանտ, հա, տալիս էին նորմալ, ասենք, էսենց պիտի լինի, սրան էսքան պետք է ավելացնի, նա մի հատ մաման գալիս էր նրա աշխատանքի, նայում էր այդ օրը ինչ պիտի լինի, ինչ է պատրաստելու, սենց աչքի տակ անցկացնում էր, դա հանում էր վերև, իր տարածքում ոչ մեկին չէր թողում, որտեղ չէր կարելի այնտեղ գնալ ու ինքը արդեն պատրաստում էր։ Այսինքն մամայից շատ բաներ կախված, թե այդ օրվա արտադրանքը խոտան կլինի, թե ոչ։ Ու բարեբախտաբար դրա համար էլ մաման, չէ, դրա համար մամային շնորհակալագիր են հայտնել, որովհետև ինքը չի ունեցել այդ խոտանը։ Ես հիշեցնեմ, որ Տիկին Գոհարը հանդիսանում է Ժաննայի մայրը, որն էլ որ իր հերթին Արմավիրի մարզի հիմնի հեղինակն է, որը անցել է մրցույթային կարգով անցավ իմ ստեղծագործությունը, հիմա ընթացքի մեջ է, հետո ընթացք կտեսնենք, թե երբ են հաստատելու։ Տիկին Գոհար, թորները բոլոր տատիկ-պապիկների դասական թուլությունն են։ Մանավանդ երբ արդեն մեծ ես, հանգիստ ես, չես աշխատում ու ունես բոլոր իրավունքներն ու հնարավորությունները թորներին սիրելու։ Հիմա ինձ ճիշտն ասեք, երես եք տալիս Կարլենին։ Շատ։ Մի գրամ չեք ասում։ Շատ եմ սիրել իրան։ Ինչու՞ Տղա երեխայի դրա համար։ Չէ,
Տղային էլ եմ սիրում, տարբերություն չեմ տրե, ուրեղեմ Ո՞տ կարող է Գյումրեցի տարբերություն չդնի։ Չէ, տարբերություն ես եմ պահել։ Լավ, հիմա Երկրաշարժի ժամանակ բանը եկան Երևան, դա ամեկին մետեղ տարան էլի, ինքը բալուլ էր, դենց բալուլ պահել եմ։ Նազանին շատ մի հետաքրքիր դեպք էր, որտեղ ասում են ասում ատխար, ընդամենը մի օրվա տարբերությամբ քույրես երբեղեր եկավ, մենք բերեցինք տուն ու երկրաշարժը եղավ։ Աստծո պահած ես։ Հա, Աստծո պահած։ Լավ, հիմա մի քիչ հետ դառնանք Կարլեն, Մարիամ, նախքան ձեզ խոսքը տալը, Գյումրին իր ամբողջ կոլորիտով, իր մշակութային կերտվածքով, իր հումորային հոգի կերտվածքով միևնույն է մեզ առաջին հիշողությունը ցավոք սրտի ցավալի դեպքերի հետ են կապված 88-ի ավերիչ երկրաշարժի։ Ես կխնդրեի խոսենք նախ ձեր արմատներից, թե որ կողմից է Գյումրիից եւ ինչպես եղավ այդ Գյումրիից դուրս գալը։ Ուրեմն ասեմ, իմ արմատները պապս Մշեցի ա եղել։ Մշից գաղթել են, եկել են Գյումրի, այսպես ասեմ։ Գյումրիում Գեղամիստ գյուղում այնտեղ հաստատվել են, դեր դարել են չափահաս, արդեն մայրս էլ եղել է Արթիկի Պեմզաշեն գյուղում այնտեղ եղել, իր մանկությունը այնտեղ ասացրել։ Հետո հորս որոշմամբ իրանք եկել են Արմավիր։ Իսկ մորս կողմից, դա մայրս ասեմ իշխանուհու թոռ ա եղել, բավականին հարուստ, ունեցել եմ արիստոկրատ մի հատ տատ եմ ունեցել, որի երկուսի դաստիարակությունը ինձ անցել եմ։ Ես շատ պարզ հիշում եմ, թե նրանք ինձ ոնց էին դաստիարակում եւ չգիտեմ ինչու մի շերտը դրել են ին վրա, նրանց թողել են։ Շատ ճնշած են պայլետ էլ ասեմ։ Դες։ Հա։ Տաճկա հայ ա եղել, Էրզրումից ա եղել իմ տատը։ Շատ էր պատմում, որի հիման վրա ես հիմա ստեղծագործում եմ կիսատ է, մի պատմվածք եմ գրում, Տաճկայը։ Ուրեմն ասեմ, իրանք սկզբից շատ ավելի լավ գրական էին խոսում, շատ ավելի պարզ են խոսում իմ տատերը, քան հիմա մենք։ Կիսուրուսն են ծեր խոսում, ոչ չի հասկանում, մագա էր ասում։ Չէ։ Մկան քյավարցիների մոտ են ընդունված, նշանակում է հիմա։ Հիմա, իսկ տատս, այս մորս տատը, Տաճկա հայը, շատ մաքուր գրական հայերենով խոսում էր։ Շատ մաքուր։ Իշխանուհու թոռ ա եղել, ասում եմ։ Իսկ Գյումրիից երբեք եկել ես։ Չէ, ես ծնվել եմ հենց տեղ Արարատյան դաշտավայրում, հա, Արարատյան դաշտավայրում եմ ծնվել, այնտեղ էլ մինչև հիմա ապրում եմ ստեղծագործում։ Լավ, թորներ Կարլեն։ Այո։ Դե իհարկե գաղտնիք չի, որ Գյումրին շատ թատերասեր հայրաքաղաքն է մեր եղել։ Ստեղ ամեծը ձերիխեն։ Բայց այնուամենայնիվ գեները հաստատ իրենց տանում են։ Այո։ Այստեղ է մեծացել, բայց ձեր ձեռքի տակ։ Հա։ Տիկին Գոհար։ Ինչու որոշեցիր գնալ թատերական ինստիտուտ եւ արդյոք ինչն էր դրդապատճառը բուն այդ մասնագիտության ընտրության։ Ես թատերական ինստիտուտ որոշել եմ, երբ ավարտել եմ դպրոցը։ Ընդհանրապես չեմ պատկերացրել, որ կարող եմ ընդունվեմ այդ ինստիտուտ, ասեմ ավելին ընդհանրապես չեմ էլ պատկերացնել, որ գոյություն ունի նման ինստիտուտ։ Ինչ է նշանակում գոյություն ունի։ Չեմ շփվել այդ միջավայրում, չեմ լսել, չի հետաքրքրել բացարձակ ընդհանրապես։ Չեմ տեսել, կարելի ասել թատրոն էլ չեմ տեսել, միջև դպրոց երևի, չեմ էլ հիշել, երևի կարող է փոքր ժամանակ գնացել եմ։ Թատրոնի շենքը թե ներկայացումը նկատի։ Ընդհանրապես ներկայացում։ Այդ ընդհանրապես այդ բնակավարի հետ կապ չեմ ունեցել բացարձակ։ Ուղղակի թե ինչն է որ գնացի եւ ընդունվեցի։ Նույնիսկ ասեմ, որ բանակից առաջ չստացվեց, որ ընդունվեմ։ Ծառայել եմ, վերջացել եմ, եկել եմ, գործերս տվել եմ, նորից չեմ ընդունվել։ Երրորդ անգամ եմ տվել, նոր եմ ընդունվել ինստիտուտ։ Ու մորոք ես ընդունվել։ Գասպարյանի։ Կարլեն, ասացիր մինչև այդ գաղափար անգամ չունեի, որ կա նման բուխ կամ թատերական միջավայր, ինչ է մի քիչ տարօրինակ է իհարկե Գյումրվա գեների բանի համար, բայց ով էր դրդապատճառը հանդիսանում, որ դու գնայր թատերական ինստիտուտ եւ ով ինչ որ մեկից իմացար, չէ՞ վերջը որ կա նման հաստատություն։ Եղբայրս ընդունվեց իմ բարեկամ եղբայրս ընդունվեց ինստիտուտ։ Հետո երբ շփվում էի իր հետ, պատմում էր այդտեղից ինչա կատարում ընդհանրապես, ինչի մասին է, ինչ մասնագիտություն է։ Իսկ ինչը դրտեց իմ մեջ, ինչքան էլ հետաքրքիր քեզ այդ մասնագիտության մեջ։ Մասնագիտության մեջ ընդհանրապես ես երբ լսում էի կողքից ինչա կատարվում, ինչով են զբաղված նրանք այնտեղ, ինձ ընդհանրապես առաջինը հետաքրքրեց
ինչի համար է այդ ամեն ինչը։ Ահա, շատ լավ հարց ես տալի, այդ հարցը ես քեզ եմ տալիս, ինչի համար գնացիր թատերական։ Ճիշտ չեմ կարող ասել ես։ Լավ, հիմա հասկանում ես ինչու, երրորդ կուրսում ես, չէ՞ արդեն։ Այո։ Երրորդ կուրսում հասկացել ես ինչի ես գնացել։ Այո, հասկացել եմ ինչի համար եմ գնացել։ Նախ եւ առաջ ինձ երբ որ ինչ որ մի հատ կերպարի վրա օրինակ եմ բերում, աշխատում ես, ստեղծագործում ես, այդ ամեն ինչը երբ որ դու ստեղծագործում ես, քեզ մի տեսակ փոխում է քո աշխարհը։ Քո աշխարհը փոխում է ու դու դառնում ես մի տեսակ ուրիշ մարդ։ Մի հարց, Ժանան բանաստեղծություններ է գրում եւ եթե մենք նշում ենք 50-ից ավելի գինուն նվիրված, ապա 150 եւ ավելի ունի աշխարհից տարբեր երևույթների մասին։ Ինքդ հասցնում ես կարդալ նրա գրքերը։ Ոչ լրիվ բանաստեղծությունները, բայց կարդացել եմ։ Ինձ ֆորս մաժորն էր շատ դուր եկել, որը գրել էր մորաքույրս, շատ լավն էր, շատ հետաքրքիր էր։ Դու ինքդ գրում ես սցենարներ։ Այո։ Հետաքրքիր է, որն է վերջին գիրքը, որը քեզ հետաքրքրություն է ներշնչել, որի արդյունքում էլ սկսել ես գրել սցենարներ։ Ինչի մասին ես գրում։ Իմ սցենարները ծայրահեղությունից ծայրահեղություն են։ Պարզ է։ Կարող է ամենադրամայից գնա միջև ֆանտազիա եւ ավելին։ Որ անհասկանալի սցենարներ, անհասկանալի բաներ։ Հա, այդ լավ է, որ հիմա անհասկանալի է, այդ ընդունված է էլի մի քիչ։ Այո, ես սիրում եմ նման բաներ։ Այդ աբսուրդը շատ եմ սիրում ես։ Դե աբսուրդը միշտ չի որ անհասկանալի է, աբսուրդը մեր իրականությունն է։ Շատ հասկանալի է։ Կա, բայց ընդհանրապես աբսուրդի նկատի ունեմ դեպի անհասկանալի տանող այդ ճանապարհը։ Հա։ Ու ունեմ գրած շատ սցենարներ, տարբեր սցենարներ, նույնիսկ ունեմ, որը երևի մի 5 հատ սցենար sense կիսատ եմ թողել։ Մտքեր որտեղ գրում եմ, որ հետո չմոռանամ, որ շարունակեմ այդ մտքերը։ Ապրես, այդ շատ լավ բան ես անում։ Վերջին հարցս էլ քեզ չեմ տանջի, խնդրում եմ։ Ինչ ես հիմա կարդում։ Չեք տանջում։ Ինչ ես հիմա կարդում։ Հիմա ես վերջին գիրքս կարդացել, վերջին պիեսը կարդացել եմ Ուրվականները։ Պիես չէ, գեղարվեստական գրականություն, պիեսները դրանք մասնագիտական են։ Գեղարվեստական գրականություն։ Չէ, պիեսներ եմ կարդում հիմնականում։ Շնորհակալություն։ Մարիամ 18 տարեկան, Եվրոպական քոլեջի Արմավիրի մարզի մասնաճյուղում եք սովորում ծրագրավորման ֆակուլտետում։ Եթե նախկինում ասեին կինը գնում է ծրագրավորման ֆակուլտետ, կարող է ամեն ինչ ճիշտ չընկալվել, բայց հիմա դա շատ արդի մի մասնագիտություն է։ Դուք ինչու որոշեցիք գնալ եւ հարցնում եք օգնել Ժաննային։ Դե հիմնական դրդապատճառը, որ խորհուրդ են տվել այդ մասնագիտությունը ընտրեմ եղել իմ հորաքույրը Ժաննա Աբրամյանը։ Բայց ո՞նց է, բայց չէ՞ որ մեջդ պետք է լինի։ Դե ճիշտն ասած, ես չեմ մտածել երբևիցե, որ այդ մասնագիտությունը կընտրեմ ու կսովորեմ։ Իմ ցանկությունը եղել է բժշկական, որովհետեւ բժշկության հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել, բայց հետո որ բացվեց այդ հիմնադրամը, այդտեղ ընդունվեցի հորաքրոջս խորհրդով որպես ծրագրավորող։ Հիմա հետաքրքիր է քեզ սովորել այնտեղ։ Հա, շատ։ Ինչ ես կարծում, ապագայում կկարողանաս գտնել քո տեղը որպես մասնագետ։ Իմ կարծիքով անհրաժեշտ են հիմա այդ ծրագրավորողները եւ լավ մասնագետ միշտ էլ պետք է։ Շատ ճիշտ ես, կեցես ես։ Մարիամ, ստեղծագործում ես, գրում ես բանաստեղծություններ։ Անշուշտ դա բնորոշ է շատ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, որոնք սիրահարվում են կամ ձգտում են, բայց եթե հիշում ես ինչ որ մի քառատող քո գրածներից կարող ես ասել։ Ճիշտն ասած հիմա տես չեմ կարող մտաբերեմ, որտեվ ես գրելուց հետո չեմ կարդում, գրում եմ այդ պահին, տենց չեմ կարող էլի մտաբերել։ Իսկ ինչի՞ չես կարդում։ Դե չի ստացվում ուղղակի, ասենք իմ կարդացած այդ գրվածները ես չեմ կարդում, չգիտեմ, տենց Իսկ ուրիշների համար էլ չես կարդում կամ SMS-ով ուղարկես ընկերուհուն։ SMS-ով չէ, բայց երբեմն ընթերցում եմ տանիքիս համար, որ իրենք կարդան, լսեն ուղղակի։ Հասկացա։ Եղավ, շնորհակալ եմ Մարիամ։ Ժաննա, ամբողջ պատասխանատվությունը փաստորեն մասնագիտության ընտրության ձեր ուսերին է ծանրացել։ Ուրեմն ես հիմա ասեմ Նազանի ջան, նախ Կարլենի համար թե ինքը ինչի ընտրեց։ Ինքը երբ բանակում էր, ինձ սպանում էր հանդաղ, դե ուղարկի ինձ գիրք ուղարկի։ Ես ուղարկեցի իրան Շեքսպիրը, ասի կարդա։ Ես ուղարկեցի իրան Վան Գոգը, ասեցի կարդա։ Ու անցավ մի ամիս հետո ինքը ինձ ասեց, մորաքույր, դու պետք է խոստաս, որ ես գալու եմ, ես գործերս տալու եմ թատերական ու դու օգնելու ես, որ ես ընդունվեմ թատերական։ Ես իրան ասեմ միայն մի պայմանով, եթե զգամ, որ դու դրա մեջ կաս։ Հենց ոնց պետք է զգայիք, որ կա մեջը։ Որ ես նախ զգում եի, որ իր մեջ կար, իր մեջ դերասանը կար, Նազանի։
ինքը այնպիսի բան դրվագներից այնպիսի բաներ անում հավաքվում էինք, ասենք, որ ինքը դերասաններ որ կար։ Ուղղակի ինքը չգիտեր, որ ինքը իրոք դերասան է։ Անավանդ որ երբևիցե թատրոն չէր գնացել։ Իսկ երբ դեռ անչափահաս տղային կամ երեխային կողմնորոշում ես, ինքը գիտի, որ իր մեջ կա, բայց ինքը դեռ չի պատկերացնում ինքը ով է։ Երբ կողմնորոշում ես, ինքը արդեն կողմնորոշում է ով է։ Ընդհանրապես դերասանը պրակտիկ դաշտում է ի վերջո ձևավորվում, իհարկե կրթությունը մասնագիտության անշուշտ շատ կարևոր է։ Սերիալներում չես խաղում։ Ոչ։ Ինչու ես, ինչու այդպես ոչ։ Չգիտեմ, մի տեսակ ինձ համար այդ մտածում եմ ավելի չնկարվեմ, սպասեմ ավելի լուրջ ֆիլմի։ Իսկ թատրոնում որևէ կան, կա այդ որը ճիշտ ասած նախապաշարմունքներ կան, որը ծրագրեր կան, ծրագիրում Տիկին Լալա Մնացականյան ունի իր ծրագրերում կան, բայց առայժմ չեմ կարող արձագանքել։ Անակնկալի պես մի բան է դա, այդ ծրագիրը, այսինքն ոչ թե նախ խնդիր ունի, այլ այս որ կարող է չստացվի ինչ որ մի բան, չէ, այլ ուղղակի խնդիրը այլ կողմից է, այդ ծրագրի, տենց անակնկալ է։ Լավ, ես հասկացա, որ Կարլենը որքան որ բարդ մտածում է, այդքան բարդ էլ արտահայտվում է։ Քաստինգը իմիջիալոց անցավ 32-ի, բայց ինչի ինքը հետո հրաժարվեց, չգնաց։ Ինչի։ Ասեց ես այդտեղ չեմ տեսնում ինձ։ Չնայած գնաց, ասեց տես, մորքուր անցնելու եմ, բայց չեմ գնացելու։ Անցավ ու չգնաց, ես այնտեղ չեմ տեսնում ինձ։ Այսինքն 23 տարեկանում է, դեռ չի աշխատում, չէ՞, 23 տարեկան եք, բայց չես աշխատում։ Շատ վատ է։ Անցանք առաջ, Ժաննա, դուք գործունյա եք եւ 10 քանի տարեկանից եք աշխատել։ Աշխատել եմ 9-րդ դասարանից, երբ մեզ տանում էին արձակուրդներին, պացաների գործանում աշխատելու։ Այ ճիշտ եք, եւ շաբաթօրյակներին էլ են դες աշխատացնում։ Այսպես իրանց լեզվով ասեմ, հա, Աշխատանքն բարը չէ, բանացնել միացնել դակցման, բայց բուքսիր էին տանում, որ այտենց։ Ես հետո հարցրեցի, հարցում եմ, բանը, ինձ կարող եք բացատրել, ինչ է նշանակում բուքսիր։ Մեր դասղեկից եմ հարցնում, էլի։ Դե մեզ եկան ասին հավաքվեք, դասից գնում ենք բուքսիր ենք։ Ես չէի հասկանում, ասում եմ, բացատրեք ինչ բան, այսինքն օգնելու։ Ուրեմն այնքան էր հավաքվել բերքը, որպեսզի բերքը չփչանար, հա, իմիջիալից մեզ վարձատրում էին մեր աշխատանքի դիմաց։ Լավ է, բայց Աստված տա, որ հիմա էլ բերքն այնքան շատ լինի, առատ լինի, որ տանեն դպրոցականներին բուքսիր։ Չգիտեմ հայրեն։ Այն ժամանակ շատ լավ էր։ Ես կխնդրեի խոսենք այն երգերից, որոնք շատերը գիտեն, բայց գուցե չգիտեն թե ով է հեղինակը, իսկ հեղինակն է Ժաննա Աբրահամյանը։ Կարող եմ հիշատակել գոնե մեկ երգը, Գինին թունդ է ես ավելի, նման տողեր եմ հիշում։ Ռիսկային արտահայտություն է, չէ՞ Ժաննա։ Հա, ռիսկային արտահայտություն է, ես էլի եմ ասում, Նազենի, դու շատ լավ գիտես, ինչպես իմանալով քո էությունը։ Ես դե ձեր էությունը իմանալով, ձեր չճանաչելով հանդերձ իմացել եմ, շատ համարձակ, որ տպավորություն է գործել նաև իմ մեջ։ Գինին երբեք կնոջից չի կարա թունդ լինի։ Կա նման բան։ Գինին է թունդ, գինն է գինուն դարձնում։ Ոչ, մի խոսքով վերջ է գինին մարդն է, չէ՞ դարձնում։ Գինին մաքրվում է մարդու միջով։ Այնպես որ ել եմ ասում, շատ հարցեր են տալիս, հիմա պատասխանում եմ մեկ եւ ընդմիշտ։ Այո, գինին թունդ է գինուց։ Գինին երբեք չի կարող կնոջից թունդ լինել։ Այնուամենայնիվ Հովհաննես Թումանյանը կարծում էր, որ ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին։ Մի քիչ գինով ցածությունը օգնում է տղամարդուն հանձնվել կնոջը։ Կինն ու գինին։ Այո, դրանք դե չի ասում մենակ գինին, բայց առանց կնոջ անիմաստ է գինին։ Դե կյանքը իր բոլոր ասում ամեն մի դրա բացական ասպեկտ միշտ ունենում է իր դրական երևույթը։ Այո։ Ժաննա, այսքան գրքեր եք ստեղծել, ծնել, այդքան գրքեր են լույս տեսել 2002 թվականին, որ ամեն տարի, հա, չէ, ամեն տարի ես շուշուտ չեմ գրում, ասեմ 2004-ին, չէ, շուշուտ չեք տեսնում, բայց կարող է գրածը լույս տեսնի այդ թվականին։ Ուզում հասկանալ ում համար են նախատեսված այս գրքերը, օրինակ ձեր պատմվածքներն ու պիեսների Force Majeure, որը որ հավանել էր Force Majeure մենք 7 թվականին է։ Լուսահոգի Վլադիմիր Մսիրյանի համատեղ մենք իր համար էր գրված դա այդ Force Majeure սյուրռեալիզմ է, որ ընդամենը կատարվելու էին 2 հոգով, ինքը շատ հետաքրքիր էր, բայց ցավոք չհասցրեցինք, արդեն մենք որոշ աշխատանքներ ուզում էինք կատարել, ինքը մահացավ եւ չկարողացանք իրագործել։ Բայց վարպետը մնաց բոլորի սրտերում եւ հիշողություններում հենց իր վարպետությամբ։ Երբ ես վերցնում եմ ու վարպետը գալիս է աչքիս առաջ։ Ժաննա, անդրադառնանք ամենա այն սերնդին, որն այսօր եւ վաղը մեր ապագան է։ Խոսքը երեխաների մասին է եւ աշխարհում ամենաբարդ բանն է մանկական գրականություն ստեղծելը։ Հետաքրքիր է, որ այդքան բողոքում են ասում, գրողներ չկան, այս չկա, այն չկա, երեխաների համար հատուկ բաներ չեն ստեղծում,
Բայց ահա իմ ձեռքերում կան բազում գրքեր եւ ամեն անգամ ուրախությամբ ես փաստում եմ, որ կան Իհարկե ստեղծվում են գրքեր մանկական։ անցումը արձակից, բանաստեղծությունից դեպի մանկական, Մանավանդ սյուրռեալիզմից։ սյուրռեալիզմից։ Ինչպես եղավ։ Ուրեմն Մոսկվայում էի ու հասկացա, որ ես ուզում եմ գրել, ուզում եմ այս մանուկների համար գրել։ Իմ փոքրիկ աղջիկ էր, եղբորս աղջիկը Գուհարիկը, որ շատ սիրում էի։ Առաջի բանաստեղծությունը ծնվել է հենց նրա մասին, որ այդտեղ կա, ու այսպես Նազենի հասկացա, որ ես հիմի չեմ կարող ասել, մանկական բանաստեղծությունն է իմ ավելի շատ ինձ մոտ եղել, քան արձակը, պոեզիան եւ բանը։ Ժաննա, նշեցիք տատիկի պահը, որը ձեզ պատմում էր հեքիաթներ երգելով։ Արդյոք տատիկից եկած հիշողություններն էլ եք արձանագրել։ Այո, այնտեղ մի հատ բանաստեղծությունն եմ տատիկի մասին նվիրված, որ տատիկս իմ կյանքում մեծ դեր է ունեցել։ Ինքը այնքան գրագետ էր պատմում հեքիաթը, ու այնքան տեսանելի, ինձ թվում է ոչ թե ես լսում եմ, այլ տեսնում եմ։ Ինքը ու երգում էր ինքը։ Հիմա ես նաև դա եղավ խթան, որպեսզի ես հավաքում եմ հին երգերը, որ շուտով կարողանամ նաև դա ինքնուրույն փոքրիկ գրքույկով հրատարակել, որ դեռևս չի լսվել։ Ինչ հետաքրքիր է։ Այս հրատարակչությունը, որ տեսնում եմ, Հայաստան-Արցախ։ Այսինքն ինչ է միավորում է հանրապետությունը, ուրեմն մի 2 տարի առաջ այսպեսի մի գրողների միություն, այսպեսի մի շատ սովորույթ ունի, հայ սփյուռքի օրեր էստեղ, գալիս են էստեղ եւ անցկացում են կոնֆերանսներ ու հրատարակվեց դրա հայտ պատվին հրատարակվեց այս գիտե արտի հայ գրականությունը, որ ինձ համար շատ հաճելի էր, երբ ասեցին, որ ձեզ էլ են կընդգրկել դա, երևի թե հասկացա, պետք է ընդունեք, որ շատ ինչքան էլ ուզում ես դու տաղանդավոր լինես, ինչքան էլ ուզում ես, չգիտեմ, բայց շատ հաճելի էր գնահատված լինում եւ գնահատում են ու դա շատ մեծ արձագանք ունեցավ մեր սփյուռքահայության եւ արտի գրականության հայ գրականության մեջ։ Ժաննա, դուք գրում եք բանաստեղծություններ, գրում եք երգեր, հեղինակային եւ այլն, լավ դուստր եք, լավ մորաքույր կամ հորաքույր եք, լավ անընդհատ առնչվում եք երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Որն է այսօր այն սերունդը, որը գալու է անշուշտ սուբյեկտիվ կլինեք, բայց որն է այն սերունդը, որը գալու է փոխարինելու մեր մեծերին, գալու է ձեզ փոխարինելու կամ սովորելու։ Ես հիմա ավելի անկեղծ ասեմ, որ այն որ ես կուզենայի տեսնել մեր այս սերունդի մեջ, չկա, ես չեմ տեսնում։ Հիմա ես չեմ տեսնում այն սերունդը, որ կարող է լրացնել եւ գալ լրացնել այդ բացը։ Բայց ուրախություն կարող եմ ասել, որ հիմա արդեն մոտեցել են, հիմա արդեն սերունդը կարողանում է ինքնուրույն կողմնորոշվել, ինքնուրույն զբաղվել ինքնադասիրակմամբ եւ ինքնազարգացմամբ, որ արդեն շատ գովելի է։ Տիկին Գոհար, ասացին, որ դուք ժամանակին եւ երգել եք, եւ սիրել եք, երգել եւ ապրել եք։ Այդ կարոտ ցանկությունը այն տարիների պարային խմբի չկա, մեկ-մեկ տանը որ հավաքում եք իրար հետ չեք ապրում։ Պարում եմ, երգում եմ։ Բաբուլ խնդրեմ հիմա մի փոքր կերգեք, քիչիկը։ Երևի կոգորտս պանչալի։ Երգի քո սիրած որը բանը։ Կրունգները երամ գուքանու կիրտանախ կրունգներ ջան թե կարող եք մեր տուն գնացեք բալիկներից խաբար բերեք Շնորհակալություն անչափ 4 ամիս ցենս կդրված եղե Տիկին Գոհար, շատ լավ էր, շատ շնորհակալ եմ եւ ցավն է, որ մեր բոլոր հայկական երգերում, անգամ ամենաուրախ երգերում միշտ կա ցավի փաստը, միշտ կա կանչե կռունկը, միշտ կա երեխաներին տուն վերադարձի կանչը, միշտ կա կարոտը, թախիծը։ Ես արդեն մեր ծրագիրն մոտենում է իր ավարտին, կխնդրեի ձեր բարեմաղթանքը ուղղեք մեր հեռուստադիտողներին, ինչ կմաղթեք այն ընտանիքներին, որոնք որ նայում են հիմա, որոնք գուցե Հայաստանում չեն, բայց կարոտում են, հիշում են, սիրում են։ Առողջ լինին, փորձակներին հերուլին, լավ ապրին, Էդեմ ցանկանում, հաջողություն ունենան, փորձակներին հերունουν։ Իսկ ընտանիքում ամենակարևորն ինչն է։ Կարևորն է երեխեքը լավ լինին, հասկացող լինին, փառք տամասուն, հինգադունիմ հինգնել շատ լավ են։
որ իրական տեսնես կիմանաս։ Խաղաղություն լինի։ Խաղաղություն լինի աշխարհին, կռիվ չլինի ու հաջող ոնց ասեմ, Աստված հաջողություն տա բոլոր երիտասարդներին։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Գոհարի պարզությամբ ասված խոսքը ինձ թվում է ամենից սուրն է եւ ամենից հասանելին այդ խաղաղության մասին կոչը եւ նրա որ երեխաները լինեն լավ։ Ժաննա, որ եթե ամփոփենք, ինչ է ձեզ համար ընտանիք ասվածը, մանավանդ մի մարդ, որն իրեն նվիրել է ուսմանը, գիտությանը, արվեստին։ Ինձ համար ընտանիքը թող ծեծված չլինի եւ հաստատում մի սրբություն է, մի տեղ, որտեղ ես կարողանում եմ մաքրվել եւ առավոտյան դուրս գալ մաքուր ու հաստատ ինքնական, որ ես գիտեմ իր գունը վերադառնալու եմ ընտանիք։ Ընտանիքը իմ երջանկությունն է, առանց որի որ ես չեմ կարող պատկերացնել յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ու երբ ես իրոք դիտում եմ ձեր ընտանիքները, ասենի, որ հրավիրում եք այդ երջանկության, այդ մեխանիկային, նախ ասեմ շատ ճիշտ եք ընտրել։ Եվ անվանումը, եւ խորագիրը, եւ իրոք շնորհակալ ենք ձեր ստեղծագործական խմբից, որ կարողանա այսպես գեղեցիկ ներկայացնել։ Անչափ շնորհակալ եմ, ինձ դուր են գալիս ձեր բանաստեղծությունները եւ երբ ձեր խոսքի ընթացքում աչքի եմ անցկացնում, հասկանում եմ, որ մի քանի կյանք եք ապրել միաժամանակ, լինելով դեռևս այս ընթացքին։ Ժաննա Աբրահամյանն էր մեր տաղավարում, մեր հանրային հյուրասրահում, իր ընտանեկան ջերմությամբ, պարզությամբ եւ ազնվությամբ։ Շնորհակալություն Տիկին Գոհար։ Մենք էլ ենք շնորհակալ։ Շնորհակալություն Ժաննա։ Շատ շնորհակալ եմ, իսկ ես ավարտեմ Տիկին Գոհարի դստեր Ժաննա Աբրահամյանի, որը բանաստեղծուհի է, որը ունի բազում պատվոգրեր, շնորհակալագրեր, բայց նա շնորհակալություն թերևս հանդիսատեսին է ամենակարևորը։ Նորից ու նորից թովչանք ու գայթում չեմ ուզում սիրո ճամփորդը լինել։ Անկշիռ պահն է հանկարծ արթնանում, չգոյությունս չեմ ուզում ապրել։ Սա ընդամենը մի քառատողն էր, եւ ես կարծում եմ, որ չգոյությունը կարելի է լցնել միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքով եւ իհարկե միմյանցով։ Եվ քանի դեռ դուք կաք, ուրեմն ես գոյություն ունեմ։ Շնորհակալություն, կհանդիպենք հանրային հեռուստատեսություն։